Գործք առաքելոց 16-րդ գլուխ։ Պողոսը եկավ հասավ Դերբե և Լյուստրա, և այնտեղ Տիմոթեոս անունով մի աշակերտ կար, հավատացյալ հրեա կնոջ և հեթանոս հոր որդի, որ վկայված էր Լյուստրացի և Իկոնիացի եղբայրների կողմից։ Պողոսն ուզեց նրան իր հետ տանել ու վերցրեց թլպատեց նրան այդ տեղերում գտնվող հրեաների պատճառով, քանի որ բոլորն էլ գիտեին, թե նրա հայրը հեթանոս էր։ Երբ անցնում էին քաղաքներով, նրանց հանձնարարում էին պահել Երուսաղեմում գտնվող առաքյալների և երեցների կողմից պատվիրված հրամանները։ Եկեղեցիներն ամրապնդվում էին հավատի մեջ, ու օրեցօր նրանց թիվն ավելանում էր։ Շրջեցին Փրուգիայում և Գաղատիայի կողմերում, Սուրբ Հոգուց արգելվելով, որ Ասիայի նահանգում խոսքը չքարոզեն։ Երբ Մյուսիայի սահմանները եկան, ցանկացան Բյութանիա գնալ, սակայն Հիսուսի հոգին նրանց թույլ չտվեց։ Ուստի Մյուսիայի միջով անցնելով Տրովադա իջան։ Այնտեղ գիշերը Պողոսին մի տեսիլք երևաց։ Մի մակեդոնացի մարդ կանգնել աղաչում էր նրան ու ասում. «Անցիր Մակեդոնիա և օգնիր մեզ»։ Եվ երբ այդ տեսիլքը տեսավ, իսկույն կամեցանք առաջ գնալ դեպի Մակեդոնիա, հետևություն անելով, որ Տերը մեզ հրավիրեց նրանց ավետարանելու։ Տրովադայից դուրս գալով նավարկեցինք դեպի Սամոթրակե, իսկ հաջորդ օրը Նեապոլիս, նոր քաղաք, այնտեղից էլ Փիլիպպե, որը Մակեդոնիայի այդ գավառի առաջին գաղութ քաղաքն էր։ Այստեղ մնացինք մի քանի օր։ Շաբաթ օրը քաղաքից դուրս ելանք դեպի Գետապ, որտեղ հրեաները սովոր էին աղոթք անելու։ Նստած խոսում էինք հավաքված կանանց հետ։ Լիդիա անունով աստվածավախ մի կին, որ Թիատիրա քաղաքից էր և ծիրանից գեստներ վաճառող, լսում էր։ Նրա սիրտը Տերն ինքն էր բացել անսալու Պողոսի խոսքերին։ Եվ երբ մկրտվեցին ինքն ու իր տունը, նա աղաչեց և ասաց. «Եթե ինձ Տիրոջը հավատացող եք համարում, իմ տուն մտեք և օթևանեք»։ Եվ ստիպելով մեզ տարավ։ Եվ մինչ մենք աղոթելու էինք գնում, մեզ հանդիպեց մի աղախին, որին մի հարցուկ ոգի էր բռնել։ Նա իր գուշակություններով իր տերերին մեծ օգուտ էր տալիս։ Նա Պողոսի և մեր հետևից ընկած աղաղակում էր ու ասում. «Այս մարդիկ բարձրյալն Աստծու ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկության ճանապարհների մասին»։ Եվ օրեր շարունակ այս բանն էր անում։ Ի վերջո Պողոսը զայրանալով դարձավ և չար ոգուն ասաց. «Հիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ, դրա միջից դուրս ել»։ Եվ նույն ժամին չար ոգին ելավ։ Երբ նրա տերերը տեսան, որ իրենց շահի աղբյուրը կտրվեց, Պողոսին և Շիղային բռնելով քաշ տվեցին դեպի հրապարակ իշխանների առաջ, և նրանց բերելով զորագլուխների մոտ, ասացին. «Այս մարդիկ մեր քաղաքները խռովեցնում են։ Իրենք հրեաներ են և մեզ քարոզում են սովորույթներ, որոնք օրինավոր չեն մեզ համար ոչ ընդունել և ոչ էլ գործադրել, քանի որ հռոմեացիներ ենք»։ Ամբոխը թափվեց նրանց վրա։ Զորագլուխները պատռել տվեցին նրանց զգեստները և հրամայեցին նրանց գանահարել։ Նրանց շատ վերքեր հասցնելուց հետո բանտարկեցին, բանտապետին պատվիրելով, որ նրանց զգուշությամբ պահի։ Նա այսպիսի հրաման ստանալով նրանց առանձին բանտախուց նետեց և նրանց ոտքերը կոճղի մեջ ամրացրեց։ Կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթում և օրհնում էին Աստծուն, իսկ կալանավորները նրանց ականջ էին դնում։ Եվ հանկարծակի մեծ ցնցում եղավ, այնպես որ բանտի հիմքերը շարժվեցին և բոլոր դռներն իսկույն բացվեցին, ու բոլորի կապանքները քանդվեցին։ Երբ բանտապետն արթնացավ և բանտի դռները բացված տեսավ, սուրը քաշեց և ուզում էր ինքն իրեն սպանել, կարծելով, թե բանտարկյալները փախել են։ Բայց Պողոսը բարձր ձայնով կանչեց ու ասաց. «Դու քեզ վնաս մի հասցրու, քանի որ բոլորս էլ այստեղ ենք»։ Բանտապետը լույս խնդրեց և ներս խուժելով զարհուրած ընկավ Պողոսի ու Շիղայի առաջ, նրանց դուրս բերելով ասաց. «Կյարք, ես ինչ պետք է անեմ, որ փրկվեմ»։ Նրանք ասացին. «Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, ու կփրկվեք դու և քո տունը»։ Եվ նրան ու բոլոր նրանց, որ նրա տանն էին, քարոզեցին Տիրոջ խոսքը։ Գիշերվա նույն ժամին նրանց տարավ վերքերը լված, և ինքն ու յուրայինները բոլորն էլ անմիջապես մկրտվեցին։
Այնուհետև նրանց իր տունը բերելով, նրանց առաջ սեղան դրեց եւ իր ամբողջ տնով ուրախացավ Աստծուն հավատացած լինելու համար։ Հաջորդ օրը զորագլուխներն ուղարկեցին նվիրակներին բանտապետին ասելով. Հարցակիր այդ մարդկանց։ Եվ բանտապետը Պողոսին փոխանցեց այս խոսքերը. Զորագլուխները մարդ են ուղարկել, որ ազատ արձակվեք։ Ուստի ելեք եւ գնացեք խաղաղությամբ։ Իսկ Պողոսն ասաց նրանց. Հրապարակավ գանահարեցին եւ բանտ դրեցին մեզ, հռոմեացի անմեղ մարդկանցս, ու հիմա լռելի այն են դուրս հանում մեզ։ Ոչ, այդպես չի լինի, այլ հենց իրենք թող գան եւ դուրս հանեն մեզ։ Նվիրակներն այս խոսքերը հաղորդեցին զորագլուխներին, որոնք երբ լսեցին, թե հռոմեացիներ են, զարհուրեցին եւ եկան աղաչեցին նրանց։ Եվ երբ նրանց դուրս հանեցին, խնդրեցին նրանց, որ հեռանան իրենց քաղաքից։ Պողոսն ու Շիղան բանտից դուրս գալով մտան Լիդիայի մոտ եւ եղբայրներին տեսնելով մխիթարեցին նրանց ու մեկնեցին։